Աշխատել ուղիղ եթերում ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն են Հայարա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես զարհուրելի հայտարարությունները Նիկոլի իրար հերթ չտվող Նիկոլի եւ իր տիկնոջ հայտարարությունները իրանց Facebook-յան էջերով շարունակվում են ակնհայտ հարձակում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ժամեր անց այնտեղ հոգևոր խորհուրդը նիստ է հրավիրել վստահ ենք որ հայտարարությամբ հանդես կգան սպասում ենք թե ինչ կասեն բայց մինչ այդ մենք անշուշտ պիտի ասենք որ դա միայն իրենց գործը չէ դա համայն հայության կորստն է սա պատմականորեն մեծագույն դեր եւ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար հայ առաքելական եկեղեցին խնդրեմ ձեր գնահատականը ինչու սա տեղի ունեցավ եւ ինչու է իր ոճով իր անով նորից ինքը վերադարձել չնայած մի առանձնապես բան փոփոխություն չէր եղել բայց այդ շատ ավելի ծծուն ակնհայտ վերադարձել է 2018 թվականին արդյոք սա իր տապալված վարկանիշի հետևանքը չէ խնդրեմ եւ այսպես ինչի է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա Հիմա գնանք ժամանակագրությամբ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարում է հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր երկրների համար հայտարարում է որ հայկական եկեղեցին ֆաշիստական կառույց է Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ Էջմիածինը ադրբեջանական տարածք է եւ հայկական եկեղեցին գտնվում է ադրբեջանական տարածքում։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ ադրբեջանական քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ ամենանողկալի հայտարարություններն են սկսում անել հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Եվ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վեհափառ ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառը հրավիրյալ կոնգրեսում իր ելույթում մի քանի կարևոր շեշտադրումներ է անում, որոնցից հետո Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական էջում գրում է իր ամենանողկալի գրառումը սրբազան գնաշարունակի կներեք պիտի ցիտեմ Նիկոլի բառը դոմփել քերուտ կնոջը եւ այսպես ինչ է ասում Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառը հայտարարում է որ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը խոսում է մանրամասն Արցախում ոչնչացվող հայկական մշակութային արժեքների մասին վեհափառը Շվեյցարիայում խոսում է որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ուրեմն Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը վեհափառը խոսում է այն մասին որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ուրեմն Հայաստանին վեհափառը խոսում է այն մասին որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը առաջ է քաշում անընդունելի նախապայմաններ եւ ամենակարևորներից մեկը Շվեյցարիայում վեհափառը խոսում է հայ ռազմագերիների մասին, խոսում է խայտարակ դատավարության մասին, որը ընթանում է Բաքվի ռազմական դատարանում եւ խոսում է այն մասին, որ արցախցիների համար պիտի ստեղծվեն բոլոր իրավական եւ անվտանգ պայմանները, որ Արցախահայությունը վերադառնա Արցախ եւ ահա վեհափառի ելույթից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը Բաքվից ստանում է ուղակի հրահանգ, որովհետեւ այլ կերպ բացատրել, որ երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայ առաքելական եկեղեցին հրճակում է վտանգ տարածաշրջանին, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսում է ամենանողկալի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ կերպ քան ուղիղ հրահանգ Բաքվից ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին այլ գնահատական տալ հնարավոր չէ եւ դրանից հետո մենք տեսնում ենք այս նողկալի արշավը Նիկոլի եւ նիկոլականների հայ առաքելական եկեղեցու դեմ բացեք ադրբեջանական բես տարմազով Telegram կանալը 3 Նիկոլի ծնունդներ եւ ահա ինչ է գրած այդ Telegram ալիքում գրված է շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանի 50-ամյակը ադրբեջանցիները շնորհավորում են Նիկոլի 50-ամյակը եւ Փաշինյանին մաղթում ենք հաջողություններ հայ ֆաշիստական եկեղեցու դեմ
պայքարում բացեք ադրբեջանական բոլոր կայքերը, Ադրբեջանի պետական քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ հայտարարությունը, հայ առաքելական եկեղեցու, հայ հոգևոր այրերի մասին, հիշեք, Աննան հայտարարեց, որ ըստ էության տարբեր եկեղեցիների չուլաններում սև սքեմ հագած զբաղված են պեդոֆիլիայով եւ սեռապղծությամբ, Նիկոլը հայ առաքելական եկեղեցին համեմատեց չուլանների հետ եւ հիմա ես ձեզ տեղեկացնում եմ, միջազգային բազմաթիվ կառույցներում, ահա այս օրերին Ադրբեջանի դեսպանները, Ադրբեջանի պատվիրակները ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված բազմաթիվ հայցերի, որ ադրբեջանցիները պղծում են հայ սրբավայրերը, եկեղեցիները, նրանք թափահարում են Նիկոլի գրառումը եւ ասում են սա սուտ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ հայ եկեղեցիները դրանք ուրեմն չուլաններ են, իսկ Նիկոլ Փաշինյանի նախարարներից մեկը սա ադրբեջանցիները օրերս ներկայացրել են Ստրասբուրգում, հրապարակել է մի նկար, տարել են եվրոպական կառույց Նիկոլի նախարարներից մեկի նկարը, որտեղ եկեղեցում կովեր են եւ ասել են միջազգային բոլոր կառույցներում հայերը իրենք են իրենց եկեղեցիները վերածել գոմի, իսկ օրերս ամենահայտնի ուրեմն մոլլաներից մեկը ադրբեջանցի հայտարարեց դարեր եւ տարիներ շարունակ հայերը մեզ մեղադրել են իրենց սրբավայրերը, իրենց եկեղեցիները պղծելու մեջ, իսկ իրականում երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ հայկական եկեղեցիները միշտ էլ եղել են չուլան, իսկ նրա կինը հայ հոգևորականներին ներկայացնում է պեդոֆիլիայի եւ սեռապղծության մեղադրանք, նույնը ներկայացրել է նորից պիտի ցիտեմ Նիկոլ Փաշինյանի գրառումը սրբազաններից մեկի հասցեին, սրբազան գնա շարունակի դոմփել քո քերու կնոջը, ինձ հետ ինչ գործ ունես եւ հիմա դիմում եմ հատուկ քննչական ծառայությանը Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը լրջագույն մեղադրանքներ են ներկայացրել հայ առաքելական եկեղեցու սրբազաններին, հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին, նրանց մեղադրելով սեփական քերու կնոջը կներեք, պիտի կրկնեմ Նիկոլի բառը դոմփելու եւ չուլաններում սքեմ հագած պեդոֆիլիայով, այն է մանկապղծությամբ եւ սեռապղծությամբ զբաղվելու մեջ սրանք ուրեմն հայտարարություններ են հանցագործության մասին եւ ես կարծում եմ մենք կտեսնենք, որ առաջիկայում մասնավորապես տեղեկացա, որ Հայաքվեն այս երկու գործով արդեն դիմել է իրավապահ մարմիններին եւ պահանջել է հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանը պիտի փաստական նյութեր ներկայացնի սրբազանների սեռապղծության մասին, իսկ Աննա Հակոբյանը մենք բոլորս ակնկալում ենք, որ պիտի ներկայացնի փաստեր, որ հայ հոգևորականների մեջ կան պեդոֆիլներ, այսինքն մանկապիղծներ ամփոփելով, ինչի է Նիկոլ Փաշինյանը սկսել սրբազան պայքար հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետև այդ պայքարի հրահանգը ինքը ստացել է Ալիևից, մենք տեսանք երեկ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի հարբած թիմակիցներից մեկը Մարմաշենի եկեղեցում հարձակվեց հոգևոր հոր վրա, այն հոգևոր հոր, ով ֆանտաստիկ արժանապատիվ գրառում էր արել, այսելով, որ բոլոր անբարձրաստիճան պաշտոնյաները, պետական այրերը, ովքեր կհամարձակվեն հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հասցեին օգտագործել պիղծ հայտարարություններ, նրանց ոտքը հայ առաքելական եկեղեցի պիտի արգելվի, ավելին Նիկոլի հարբած թիմակիցը հոգևոր հորը ասել է քու լավը եւ նրանից պահանջել է կադաստրի վկայական, վաղը ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում մենք տեսնելու ենք Ալիևի եւ Ալաշուքյուր Փաշազադեի կողմից հրահանգավորված եւ կազմավորված վայրենի ուրեմն
արշավներ հայ առաքելական եկեղեցու տարբեր կառույցների դեմ, մենք տեսնելու ենք փողոցներում ծեծվող հոգևորականներ, եւ այս ամենը նաեւ արվում է նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ հիմք ստանա առաջիկայում կատարելով Ալիևի հերթական պատվերը, այն է փոխելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սահմանադրության տեքստից հանի հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17 եւ 18-րդ կետերում հստակ կարգավորված են հայ առաքելական եկեղեցու, ուրեմն բացառիկ կարգավիճակը Նիկոլ Փաշինյանի եւ նրա տերերի նպատակն է, որ հայ առաքելական եկեղեցին ունենա նույն կարգավիճակը, ինչ որ Եհովայի վկաները, կյանքի խոսքը, սատանիստները, ինցեստ, պեդոֆիլիա, մարմնավաճառություն, սրբապղծություն, քարոզող տարբեր տոտալիտար եւ վտանգավոր աղանդները, մեր վերջին ուրեմն հենարանը, դա մեր հավատքն է, դա մեր արժեքային համակարգն է, մեր եկեղեցին է, ով 600 տարի, երբ որ մենք չենք ունեցել պետականություն, կարողացել է իր ուսերի վրա պահել հայկականությունը, հիմա Նիկոլ Փաշինյանի երկու տերերը, Ալիևը եւ Էրդողանը, պահանջում են ոչնչացնել նաեւ դա, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել մի մեծ քննարկում, որի ժամանակ հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելուց հետո մեր եւ Ադրբեջանի օրակարգում մնացել է երկու կարևոր հարց՝ հայ առաքելական եկեղեցին եւ հայկական սփյուռքը, որը եւս պիտի ոչնչացվի։ Սա է իրականությունը։ Ուրեմն այսօր ժամեր անց ուրեմն Վեհարանում Մայրաթորում տեղի է ունենալու հոգևոր խորհուրդ, որը քննարկելու է մի պահանջ դրել է, գուցե ավելին է պետք, այո, որը քննարկելու է Նիկոլ Փաշինյանի սրբապիղծ հայտարարությունները, նրա կնոջ ուրեմն հայտարարությունները, որոնք պիտի անպայմանորեն դառնան քննչական կոմիտեի քննարկման առարկա եւ արձագանքը Մայրաթորի։ Հիմա ես ինձ իրավունք եմ վերապահում դիմելու վեհապարին, վեհապար, ես զրուցել եմ մի քանի սրբազանի հետ, 3, ես պիտի լինեմ անկեղծ եւ դուք գիտեք, որ ես երբևէ չեմ ասում այն, ինչուն վստահ եմ, ձեր սրբազանների գերակշիռ, վստահ չեմ, ձեր սրբազանների գերակշիռ մեծամասնությունը վեհապար չի հավատում, որ այսօր ժամեր անց դուք ուժեղ, դիպուկ, կտրուկ, ուրեմն գնահատական եք հնչեցնելու եւ կոչնակ եք հնչեցնելու, որովհետեւ հոգեվորականները այս մի քանի օրվա ընթացքում ինչպես այո, արժանապատիվ ասել են, բայց հասկանալի է, որ դա առանձին սրբազանների եւ առանձին հոգեվորականի գնահատական վեհապար Մայրաթորի պատասխանատուները, սրբազանները վստահ են, որ ձեր նախագահությամբ ժամեր անց կայանալիք նիստում երկնվելու է մի լղոզած հայտարարություն, որը ընդամենը լինելու է հայտարարության համար։ Ես չեմ ուզում հավատալ վեհապար, որ այս պատմական եւ պատասխանատու պահին, երբ որ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգով Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները ուզում են ոչնչացնել նաև հայ առաքելական եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կաթողիկոսի ընտրությանը Հայաստանի կառավարությունը պիտի մասնակցություն ունենա, չհասկանալով, որ Հայաստանի սահմանադրությամբ դա ուղղակիորեն արգելված է, ես ակնկալում եմ, որ չի լինելու գոլ մի հայտարարություն, այն ոգով, որ հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում բազմաթիվ փորձություն է անցել, Նիկոլը ինչ է, որ ես մի փորձությունն էլ չանցնենք, Նիկոլի հետևում կանգնած է Արևմուտք, կանգնած է Թուրքիա, կանգնած է Ադրբեջան Եվ նույնիսկ Էրդողանը ինձ զանգահարել էին Թուրքիայի հայ համայնքից եւ ասեցին, որ նույնիսկ Էրդողանը եւ Թուրքիայի որևէ ղեկավար Պոլսո պատրիարքարանի հանդեպ երբևէ իրեն թույլ չի տվել նման
արհամարանք, նման նող կարի վերաբերմունք, ինչը մենք տեսանք Նիկոլի հայտարարություններում, բայց իր շներին ասում է գնացեք եւ սա արեք։ Իհարկե, հասկանալի է։ Այնպես չի Թուրքիան այն երկիրն է, Ադրբեջանը, որտեղ միակ երկրներն են, որ բնաջնջում ավիրում են Նիկոլը եւ նայանում, եւ նայանում, եւ ուզում ասեմ, բանը այս տհասները չասեն էլ, ես ինչ լավն է Էրդողանը, չգիտեմ, չէ՞, դիվանագիտությունն է, ես կարծում եմ ճակատային դուրս է եկել ավիրումը, բանանում, բայց Տիկին Զորաբյան միայն հայ առաքելական եկեղեցու դեմ չէ, Տիկինը որ սկսեց խոսել, ես դրա համար հարցս այդպես սկսեցի, որ 18 թվականին էլ իրենք տեսեք ինչ ոճով, ինչ բառապաշարով, ինչով մտան էլի հրապարակ, հիմա նույն բանն են իրենք շարունակում։ Այո, բայց միջև իրենց բառապաշարին անդրադառնալը, ես ուզում եմ մի ուրեմն վտանգավոր թեզի մասին էլ խոսել, ուրեմն նախորդին Էրդողանը հայտարարեց, որ ես ակնկալում եմ, որ Թուրքիայի նախագահը Էրդողանը նախորդին հայտարարեց, որ ես ակնկալում եմ, որ Իրանը մեզ կաջակցի Զանգեզուրի միջանցքի հարցում, այսինքն Էրդողանն ասում է Նիկոլը օքեյ է, Նիկոլի հետ այլևս խնդիր չկա, մենք Սյունիքը ջարդելու ենք, միջանցքը վերցնելու ենք, Հայաստանի ինքնիշխանությունը սատկացնելու ենք եւ հիմա մենք ակնկալում ենք այստեղ Իրանի աջակցությունը, ինչու Իրանի, որտեղ մի քանի օր առաջ Իրանը հերթական անգամ արտաքին գործերի նախարարի բերանով հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, դուք պատկերացնում եք, սա ինչ է նշանակում, Էրդողանը ասում է, Իրան, Նիկոլը համաձայն է, արի քո դիմադրությունը կոտրի եւ մենք այդ Զանգեզուրի միջանցքը պիտի ստանանք, պիտի ոչնչացնենք Սյունիքը, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, օրեր առաջ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը, որ Զանգեզուրի միջանցքում, որը անպայմանորեն առաջիկա 2-3 տարիներում լինելու է, բոլոր տենդերները արդեն պատրաստ են, հայտարարված են եւ մենք թուրքական կողմից արդեն սկսել ենք շինարարությունը եւ ուզում եմ հիշեցնել, մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները այն մասին, որ Սյունիքում մեծ էսկալացիայի, լրջագույն էսկալացիայի վտանգը պահպանվում է, այսինքն Սյունիքը ջարդելու, հանձնելու պատերազմի վտանգը պահպանվում է եւ Էրդողանը, այո, եւ Էրդողանը Իրանին ասում է միջանցք լինելու է, Նիկոլը օքեյ է, արի դու էլ համաձայնի, սա այս մասով եւ հիմա եւ նաեւ պատահական չի էս իրանց այս իհարկե, այո, իհարկե, այս ամենը բառապաշարով սրանով, նաեւ ես կուզենայի զուգահեռ, ասենք, խեցնեիք ձեր խոսքի ընթերից, որ Վարկանիշը խայտարակ ընկել է այս մարդկանց եւ հիմա այս ոճը, այս թեզերը, այս ամենը պատահական չի։ Ուրեմն ես ուզում եմ երևի շատերի ուշադրությունից վրիպեց նախորդին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսպիսի մի ձևակերպում արեց, այն որ մենք նստած ենք այս աթոռներին, դա գին ունի, այո Նիկոլ, դա գին ունի, դա հանձնված Արցախն է, դա 5000 եւ ավելի զոհերն են, դա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անհետ կորածներն են, դա բսկտված եւ մասնատված Հայաստանն է, որի տարածքում 21 թվականի մայիսի 12-ից նստած է ադրբեջանական նախիրը եւ չի պատրաստվում ադրբեջանական զինուժը դուրս գալ, դա վտանգի տակ գտնվող Սյունիքն է, որտեղ էսկալացիայի մեծ վտանգը պահպանված է եւ այդ մասին խոսում է թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանն է, դա Տավուշն է, ոսկեպարն է, մեր մյուս բնակավայրերն է, որ դու դեռ հանձնելու ես Ադրբեջանին, դա Հայաստանը ադրբեջանական նախիրի համար պոլիգոն սարքելն է եւ պատահական չէ, որ 3 օր առաջ Անկարայում Ալիևը հայտարարեց տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել մի դեպքում, այսինքն եւս մեկ նախապայման ավելացրեց, երբ որ ուրեմն արևմտյան ադրբեջանցիները վերադառնան իրենց բնակավայրերը արևմտյան Ադրբեջան, հիշեցնեմ, որ արևմտյան Ադրբեջան ասելով Ալիևը նկատի ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ավելին Ալիևը պահանջում է Նիկոլ Փաշինյանից շատ մոտ ապագայում ընդունել արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին
եւ նրանց հետ միասին քննարկել Հայաստան 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագիր, այնպես որ Նիկոլ, որ դու ասեցիր կառավարության նիստում մեր այս աթոռներին նստելը գին ունի, այո, այդ գինը Հայաստանի Հանրապետության ավարտն է, որը դու խոստացել ես քեզ աթոռին պահող քո տերերին եւ առաջին հերթին Ալիևին ու Էրդողանին։ Սա այս մասով հիմա լեքսիկոնին վերադառնանք, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը օգտագործում, այո, իրար հերթ չտալով օգտագործում այդ խայտարակ խուլիգան լեքսիկոնը, ավելին երեք կինը մի գրառում էր արել, ասելով, որ սա մարտեր է առանց կանոնների, այսինքն ձեռնոց է նետում ժողովրդին, ասում է, որ ես ամուսինս եւ մեր քաղաքական թիմը ձեր դեմ դուրս ենք եկել բայի բեսպրավիլ, սա շատ պարզ է։ Ըստ էության 18 թվականին իրանք իշխանությունը զավթել են նույն լեքսիկոնով եւ նույն քայլերով, օրինակ դոմփել բառը փողոցներում դագաղ պարացնելուց ինչով է տարբերում, այսինքն սրանք իշխանությունը ծեփեմ, այո, շինեմ, կներեք, ես կարող եմ ասել, այո, պետք լինի կշինեմ, պետք լինի մատել թափ կտամ, ես են տղեն եմ, կարող եմ նորից քարապատի կանել, ժողովուրդ տեսեք, ես են տղեն եմ, ես են Էրդողանի ոտքերը լիզողը չեմ, Ալիևի ոտքերը լիզողը չեմ, ես են ցածր վարկանիշով տղեն չեմ, ես են կործանվածը չեմ, ես են հանձնա չեմ, ես են նորից ես անողն եմ, են անողն եմ, էս է ինչ որ նոր բան են էլի որդեգրել, այսինքն նոր չի, հին նորը։ Այո, Նիկոլ Փաշինյանը իր նահատակված վարկանիշով որոշել է վերադառնալ 18 թվականի լեքսիկոնին, ատելության քարոզին, գումարվել է նաև սեռախեղված հայհոյանքները։ Մենք տեսնում ենք, որ ինքը եւ իր կինը, ինչպես իր կինը հայտարարեց, սա այլևս մարտեր է առանց կանոնների, բայի բեսպրավիլ, անցել են ուրեմն ամենախուլիգան սեռախեղված հայհոյանքներին բոլոր իրենց ընդդիմախոսների հանդեպ, ինչի համար է սա արվում, երբ որ երկար տարիներ տարբեր ագենտուրաներ արևմտյան եւ թուրքական ուսումնասիրում էին Հայաստանի բնակչության սոցիալական շերտավորումները, ինձ սա պատմել են Ստրասբուրգում, իրենք ասեցին, որ Թուրքիան, որ հատուկ ինստիտուտ էր բացել Հայաստանի սոցիալական խավերի շերտերի հոգեբանությունը ուսումնասիրելու համար, նրանք պարզել են, որ Հայաստանի բնակչության մեջ կա մի խավ, որը գերագույն հաճույք է ստանում հայհոյանքից, դա այն դոգի էլեկտորատն էր, այդ սեռախեղված շան էլեկտորատն էր, որոնք սեռական հաճույք էին ստանում, անասունի նման սեռական օրգազմ էին ապրում սեռախեղված բառերից, եւ հիմա ինչ են անում Նիկոլն ու իր կինը, քանի որ դոգը հիմա կալանքի տակ է, նրանք այս սեռական հայհոյանքներով փորձում են իրենց կողմը ներգրավել հասարակության այն հատվածին, որին շատ երկար տարիներ ուսումնասիրել է թե թուրքական ագենտուրան, թե արևմտյան ագենտուրան եւ պարզել են, որ մեր հասարակության մեջ կա մի շերտ, դրանք չկայացած, Նիկոլի բառապաշարով ասեմ, 7 անգամ ռեմոնտ արած դիվանին, ասում եմ Նիկոլի բառապաշարը, ինձանից չնեղանաք, 7 անգամ ռեմոնտ արած ձեր դիվանին վերընկած, սպասում եք, թե ձեզ երբ պիտի նպաստ տան, գնացեք աշխատեք, այդ են հատվածն է, որոնց Նիկոլը ասում էր աղքատությունը ձեր ուղեղում է, այդ են հատվածն է, որոնց Նիկոլը ասում էր դուք անգրագետ եք, աղքատ եք, որովհետև դուք աղքատ եք, որովհետև անգրագետ ու տգետ եք, ահա այդ հատվածին ուսումնասիրել է թուրքական եւ արևմտյան ագենտուրան, այդ են հատվածն է, այդ էլեկտորալ վրեժխնդիրներ, դա տերմինա, ասեմ, դա տերմինա էլեկտորալ վրեժխնդրություն, որ 21 թվականին 680,000 գնացիք ձեր աբիժնիկությունից քվեարկեցիք Հայաստանի Հանրապետության դեմ, թուրքական եւ արևմտյան ագենտուրան ձեզ ուսումնասիրել
ուսումնասիրել է, հասկացել է, որ դուք գերագույն հաճույք եք ստանում սեռական հայհոյանքից, ուրիշին ստորացնելուց, ուրիշին անպատվելուց, այո, դուք հաճույք եք ստանում այդ ամեն ինչից, եւ հիմա դրա համար Նիկոլը եւ իր կինը որոշել են զավթել դոգի էլեկտորատը, անցնելով այդ սեռախեղված անասունի լեքսիկոնին եւ հաճույք պատճառելով այդ սեռախեղված անասունի էլեկտորատին։ Իրական պատճառը սա է, իր երկրորդ պատճառը, որը ինձ համար շատ ավելի արժանահավատանա է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնելով իր գահավիժած վարկանիշը, ընդամենը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, արյուն թափել, ինչը մենք արդեն տեսնում ենք փողոցներում, սա է նպատակը, իշխանությունը պահելու համար Նիկոլը հիմա էլ պիտի թափի հայի արյուն, պիտի հրահրի քաղաքացիական բախումներ, պետք լինի պիտի մտցնի ռազմական եւ արտակարգ դրություն, պետք լինի ռազմական եւ արտակարգ դրությունը տարիներով կպահի եւ կասի ոչ մի ընտրություն էլ չեմ անում, սա է նպատակը, որ ինքը իր քաղաքական թիմը մենք տեսանք չէ նախորդին նաեւ Ալեն Սիմոնյանի լեքսիկոնը դա զարհուրելի է։ Ինքը հրահանգ է տվել, ինքը բոլորին հրահանգ է տվել, որ դուք պետք է բան տղերք երևակ, մարդիկ երևակ, որ դու 1-ին 4 սատվետ եք տալիս, պատասխան եք տալիս, ստորացնում եք, նվաստացնում եք, ոչ մի բանից չեք վախենում, այն նույն տղերքն եք, որ 18 թվին եկած, բայց բոմժեր են, եւ մենք տեսնում ենք, որ ԿՊ-ական չկա, մեր դեմ խաղ չկա, այսպես ասած, սա է։ Եվ մենք տեսնում ենք, որ ԿՊ-ական падգամավորներ, ընկներեք այս բարի համար դոձիկներ, ովքեր երբեք բակ դուրս չեն եկել կամ բակում ամեն օր ծեծ են կերել, ազգային ժողովի ամբիոնից դարել են արիուցներ։ Ոչինչ, գալու է ժամանակը եւ այդ ամենի համար այդ սպառնալու, ահաբեկելու, ժողովրդին ոչիլ, տարական, տականք, էշ, անասուն, տխմար ասելու համար Հայաստանի Հանրապետության ասեց, որ ես այն տուն ինչ որ կա, այո, նախկինում տունն էի, նախկինում տանն էինք ասում, այսինքն այդպես էինք մտածում, չէ՞, դրա մասին է խոսքը։ Բա դուք մտածում էիք, թե Նիկոլ Փաշինյանն է, որ ասում է սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, չէ՞։ Ասվեց, որ մենք ձեր մասին միշտ մեր տանը խոսելուց ասել ենք ոչիլ, հին դա ասել ենք մեր տանը, հիմա դա ասում ենք հրապարակավ, իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը երբեք ձեզ չի սիրել եւ չի խոնարհվել ձեր առաջ, դրա վկայությունն է այս հարկային տերորը, դրա վկայությունն է այս խայտարակ ուրեմն այս տուրքերը, այս, չգիտեմ, այս աղբի վարձավճարությունը, տան գույքահարկերը, այս խայտարակ անմարդկային գնաճը, տերորը գործարարների հանդեպ, այս խայտարակ գնաճը նորից ցիտե ՄԱԿ-ի վիճակագրությունը Հայաստանը համարվել է ապրուստի մակարդակով, գնաճի մակարդակով, ապրանքների, մթերքների, գների մակարդակով աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը։ Երևանը համարվել է, Երևանը թանկ է Պեկինից, Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից, Ամստերդամից, Թիֆլիսից, Բաքվից, Ստամբուլից։ Սա ՄԱԿ-ի վիճակագրությունն է եւ նույն ՄԱԿ-ի վիճակագրությամբ Հայաստանում կատաղորեն աճում է ծայրահեղ աղքատների թիվը եւ ամենազարհուրելին այն է, որ աղքատների մեջ, ծայրահեղ աղքատների մեջ մեծ թիվ են սկսել կազմել սոված քնող երեխաները։ Օրեր առաջ ֆրանսիական Info de Loire կայքը գրել է, որ Ֆրանսիայի հարավում Մարսել քաղաքի մոտ Շոբեր շրջանում հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող 3.1 միլիոն եվրո արժողությամբ գերշքեղ այս առանձնատունը հիմա նոր փաստեր են գալիս Ֆրանսիայում հայկական սպյուրքի ներկայացուցիչների խոսքով դեռևս 2023 թվականին Ֆրանսիայի զարգացման գործակալությունը հատկացրել էր 7 միլիոն եվրո Արցախի պատերազմից հետո տեղահանված հայերին օժանդակելու նպատակով Հայաստանի կառավարությանը հայտնել թե այդ միջոցներից որոշ մասը կուղի այն մարդկանց համար բնակարանային պայմաններ Արցախ համար, սակայն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունի համակարգող խորհուրդը այդպես էլ չի կարողացել պարզել ուր են անետացել այդ գումարները, ասեք են 40,000-ի ֆոնին, էլ ինչ է կատարվում։ Ուրեմն այսօր հունիսի 2-ն է, երեկվանից արցախցիների, հիշում եք, 1 ամսով էր երկարացվել, միայն մայիս ամիսն էր երկարացվել արցախցիների 40 գումարած 10,000-ը, դա զարհուրելի է, ես նորից պնդում եմ, քանի միջև վերջին արցախցին չի ապահովել բնակարանով,
Մարդիկ, ովքեր Նիկոլ Ալիև դուետի պատճառով Արցախում թողել են իրենց շեն տները, իրենց ֆերմաները, իրենց այգիները, իրենց, չգիտեմ, անասուններին, իրենց ամեն ինչը, իրենց հայրենիքն են թողել եւ հայտնվել են ըստ էության փողոցում եւ այդ 50 հազարականները դա այն գումարն է, որ արցախցիները կարողանում են գոնե տան վարձ տալ, պնդում եմ, քանի միջև վերջին արցախցին չի ապահովել բնակարանով, այս ծրագիրը չի պիտի դադարեցվի ի վերջո Հայաստանի Հանրապետությունը մեր հարկատուների հաշվին տասնամյակներ շարունակ տարեկան 155 միլիարդ, 170 միլիարդ գումարը հատկացրել Արցախին, այդ գումարը պիտի շարունակվի տրվել արցախցիներին, պիտի տրվի նրանց փոքր բիզնես դնելու համար, պիտի տրվի նրանց այստեղ, չգիտեմ, ֆերմաներ ստեղծելու համար եւ նորից եմ կրկնում, որևէ մեկը իրավունք չունի այդ գումարը կտրելու, քանի միջև վերջին արցախցին չունի բնակարան, ինչ վերաբերում է ֆրանսիական այս պարբերականի հրապարակմանը, սա հայտարարությունը ըստ էության հանցագործության մասին եւ ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սրբազաններից մեկի քերու կնգան անդրադառնալու փոխարեն իր առաջիկա գրառումներից մեկում կանդրադառնա նաեւ այս հրապարակմանը։ Եվ կարճ է ռետորիկ հարց ունեմ, այդ Սարդարապատում ասում էր, այսպիսի երկիր չի եղել, այսպիսի անկախություն, այսպիսի ծաղկող Հայաստան, չգիտեմ, ինչ է ստացել Նիկոլը եւ ինչ ունենք մենք հիմա։ Ուրեմն հիշում եք, չէ, Սարդարապատում օրեր առաջ Նիկոլը ասում էր, որ մենք երբևէ այսքան անկախ եւ երբևէ այսքան ինքնիշխան չենք եղել, ինչքան հիմա։ Այս ամեն ինչը թողում եմ մի կողմ, բերեմ ինքնիշխանության մեկ օրինակ։ Նիկոլ Փաշինյանը նախորդին հայտարարեց, եթե խաղաղության համաձայնագիրը, որ այսպես մի հատ թուղթ ալնելու, պարզապես վերևը գրած ալնելու մի հատ խաղաղություն բառ, որ Նիկոլ այսպես ծալի գնա ընտրության, ասի ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Եթե հայտարարի, որ այս հայտարարումը, եթե պարզվի, որ այս համաձայնագիրը ուրեմն հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, մենք կփոխենք մեր սահմանադրությունը։ Վсё, պրծավ, լսել եք այսպիսի բան, որ որևէ երկրի ղեկավար հայտարարի, եթե որևէ մի հատ թուղթ հակասի իմ երկրի ողնաշարին, իմ երկրի մայր օրենքին, ես կփոխեմ իմ երկրի հանուն Ալիևի, ես կփոխեմ իմ երկրի մայր օրենքը։ Էսա Նիկոլ քո ինքնիշխանության գինը։ Էսա քո ինքնիշխանության իրական արժեքը։ Ինքնիշխանություն չի ասում, ասես լավ երբեք չեն ապրել, այսպիսի երկիր չի եղել, այսպիսի ինչ էր ժառանգություն ստացել։ Այդ ասեք ինչ ուներ երկու ստացել էր երկու հզոր հայկական պետություն, ստացել էր արժանապատիվ, ժառանգել էր արժանապատիվ հայրենիք, այն որ նիկոլական ինչ ասեմ, չեմ էլ ուզում վատ բառ ասեմ ձեզ նիկոլականներ, ես որոշել եմ չնմանվել իրենց եւ այդ լեքսիկոնը չօգտագործել։ Այն որ ասում էիք թալանել են բանակը, բա որ թալանել են, Ալիևը ինքը հայտարարեց Արցախի զինաթափումից արգրավել ենք 6 միլիարդ դոլարի չօգտագործված զենք, 1.5 միլիարդն էլ հետո վերցրել են, հանել են 20 թվականի նոյեմբերի 7-ին իրանց մեզ հաղթելու պարադին, բա այդ 7.5 միլիարդ զենքը Նիկոլի չգիտեմ ինչ էր, չեմ ուզում է ձեզ կոպիտ բառ ասեմ, բա այդ ով էր թողել Նիկոլին 7 տարվա մեջ, Նիկոլը ոչ մի լուրջ զենք չի արել, բացառությամբ են մետաղի ջարդոնի, որ Հորդանանը պիտի հսկայական գումարներ ծախսեր, այդ մետաղի ջարդոնը ոչնչացնելու համար բերեցին, սաղացրեցին Նիկոլի վրա, մեկ էլ են երկու սու 130-եր, պարոն Նահապետյան, հա, որ առանց բայեգալովկաների առած այդ սուերը, որը արել էին առանց մարտագլխիկների, դրանք ռազմական օպերացիաներում չեն օգտագործվելու, որտեվ մարտագլխիկներ չունեն, դա էլ արել էին որպես Նիկոլի սելֆի ձող, որ Նիկոլը դրանով անի սելֆի, այսքանը։ Ինչ է կարծում, ինչու ինքը
ասենք կառավարության նիստի ժամանակ ասես լավ արե ճիշտ արե իր օլիգարխին չի պատասխանես ինչի է լավ արես այս ծաղը հարսանիքը արե բա ինչ եք ուզում բա տենց պիտի լինի որպեսի որտեղ եկել էր ասում էր տվանները բերելու վերջ օլիգարխը այն հիմա իր վերջ գողապետությանը վերջ գողական ենթամշակույթին շատ պարզ Տիկին Թովմասյան որովհետև այսօր երեկվա գործարարներն օլիգարխները այս իր Վիվարոյի տիրոջ են Նարեկի բանի մոտ մի հատ չի խեղճ ու կրակ մարդիկ են գիտեք չէ որտեղ միայն տարեկան շրջանառություն 10 միլիարդի մասին է խոսքը պատկերացրեք ինչերի մեջ են Նիկոլի օլիգարխները Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ թույլ է տալու իր գրպանի օլիգարխներին ինչ ուզենան վաղը եռաբլուրում կառնավալ անեն թույլ է տալու ուզենան ծիծեռնակաբերդում գեյ պարադ անեն եւ հանեն իրանց բոլոր ակտիվ ու пассив գեյերին թույլ է տալու որտեղ Նիկոլի վարկանիշը այն պլինդուզի տակ վերընկած է եւ այդ օլիգարխներն են մուծվելու առաջիկա այն կասային որով Նիկոլը փորձելու է լինի արտահերթ թե հերթական ընտրություն զավթել ընտրությունը դրա համար կրկնում եմ պետք լինի եռաբլուրում գեյ պարադանի իր օլիգարխներից մեկը Նիկոլը դա ոչ միայն թույլ է տալու այլև կառավարության նիստի մի կարևոր հատվածը նվիրելու է դրան ասելու է լավ է օքեյ է ճիշտ են արել լավ են արել ձեր բոլորի մեր բոլորի աչքն էլ հանել են այսքանը Հիմա գնացել է համալսարան, այս հայտարարություններից հետո հայ առաքելական ինքնա գնացել թե կինն չէ ինքն էր գնացել ինքն է չէ գնացել հա գնացել է համալսարան ընդունել ինչ ունեք ասելու համալսարանականներին Ես ընդհանրապես հայ ժողովրդին ունեմ ասելու գիտեք ստեղ չեմ ուզում տարանջատեմ համալսարանականներ եթե Նիկոլ Փաշինյանի գրառումը նորից եմ ասելու որ հասկանաք թե դուք ում եք ընտրել սրբազան գնա շարունակի դոմփել քերուտ կնոջը իմ հետ ինչ գործ ունես եթե այդ գրառումը հավանում է մի ուսուցչուհի եւ տակը գրում է ապրես վարչապետ ջան դուք ինչ եք ուզում այս հասարակությունից առնվազն հասարակության մի սեռախեղված հատվածից դուք հասկանում եք այս տղան իշխանության է բերվել Հայաստանը ձեր լավ Հայաստան չասեմ որտեվ ձեր համար Արցախ հայրենիք շատերի համար դա ինչ որ մի հատ վերացական բան է ձեր տունը ձեր երեխային պղծելու համար եթե այդ ամենը հանդուրժելու եք շարունակեք հանդուրժել Շնորհակալ ես եմ շնորհակալ